Առաջին վախը։ Սարդը զգում ես։ Կա կատուներից վախը։ Շնաձկների հետ դայվինգ եմ արել։ Մեջը բան կար։ Հաղորդման անունը ֆոբիա, մարդ վախ չի դտա։ Ուրիշ մարդ չկա։ Մութ և խորհրդավոր քվեստ սենյակներ, որտեղ ամեն խաղը դառնում է նոր արկած։ Քվեստները կարող եք ինչպես ընտրել, այնպես էլ ստեղծել ձեր ցանկացած թեմայով։ Նշեք ձեր միջոցառումը, կորպորատիվը կամ ծնունդը մեկ վայրում։ Թեմատիկ քվեստը կարող է լինել միջոցառման բաղկացուցիչ մասը։ Ընտրիր քո թեման կամ ստեղծիր այն զրոյից։ Ֆրեզ կամ ամեն սենյակ կարող է դառնալ այն, ինչ դու պատկերացնում ես։ Քո հաջորդ արկածը հենց այստեղ է սկսվում։ Խոսավենք սարդը զգում ես։ Ուղ է։ Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվանից մեր ալիքում նաև կտեսնեք նոր հաղորդում Դավաֆոբիա։ Դրա ընթացքում խոսելու ենք հայտնի հյուրի վախերի եւ ֆոբիաների մասին։ Դե իսկ այսօրվա մեր հյուրը Սոսե Մակպետյանն է, ողջույն Սոսե ջան, ուրախ եմ որ եկաք։ Ողջույն Դավիթ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, ովքեր չգիտեն, ասեմ, որ Սոսեն իրանագետ է, իմ տարիքի չափ Իրանում է եղել այս մարդը ու նաև բլոգեր է։ Երբ որ Սոսե օրինակ տուրերը քո սկսել ես, ինչ վախ կար տուրերը սկսելուց։ Տուրերը սկսելուց Կամ վախ արի չի սկզբից եղել։ կներես, տուրերը երբ ես սկսել, որ թվականից, քանի տարեկան էիր։ Տուրիզմի ոլորտում իմ գործունեությունը սկսվել է 19 տարեկանից, բայց սկզբի ժամանակներում բավական երկար ժամանակ իրականում ես միայն զբաղվում եմ ներգնատուրիզմով Իրանից դեպի Հայաստան։ Քանի որ մասնակցությամբ, այո, պարսիկներին կազմակերպում եմ պարսիկների համար գեղեցիկ տուրեր, ուղևորություններ դեպի Հայաստան, տարբեր քաղաքներ, տարբեր վայրեր։ Կորոնայից հետո մոտս ցանկություն ու միտք առաջացա, որ զբաղվեմ նաև հակառակը ուղղությամբ, այսինքն հայրին օգնեմ, որ գնան բացահայտեն Իրանը։ Այնքան սիրեցի, տարվեցի, որ արդեն մոռացա մյուսը։ Մի տեսակ հոգնել է իրականում արդեն, միապաղաղ էր դարձել ու որոշեցի, որ պետք է զբաղվեմ հենց այս ուղղությամբ Հայաստանից դեպի Իրան։ Իսկ երբ որ սկսել ես զբաղվել, առաջին վախը, որտեղ նույնիսկ ես հաղորդումը վարում եմ, առաջին վախը, բա որ մի բան այն չինի, բա որ էս, բա որ այն, բա որ փրշտամարսն չէ, ինչ անել։ Հիմա այդ դեպքում քո մոտ առաջին վախը ո՞րն էր։ Լավ հարց ես տալիս, իրականում վախ չի եղել։ Եղել է Հաղորդման անունը ֆոբիա, մարդ վախ չի դտա։ Ուրիշ մարդ չկա։ Վախ չի եղել, իմացել եմ հենց սկզբից, որ շատ դժվար է լինելու։ Պարսիկներն Հայաստան բերելը բարդ բան չի։ Հայաստանն է հարևան երկիրը, արդեն որ վաղուց ճանաչված որպես տուրիստական ուղղություն, բայց Իրանը հայերի համար բացահայտված չի որպես տուրիստական ուղղություն հաստատ։ Լավ, եթե պիտի վախետ ասոցացնենք, ուրեմն կասեմ, որ վախս եղել է, որ հայերը չսիրեն Իրանը։ Բայց Էդ որ շատ ճիշտ ասեմ, գիտեմ որ կսիրեն, որովհետև ես այնքան շատ եմ սիրում Իրանը, որ մտածում եմ այն աչքերով, որ ես եմ տեսնում Իրանը, որ իմ մոտ ստացվի նույն ձև ցույց տալ, հաստատ կսիրեն։ Իմ ցանկությունը, նպատակը եղել է, որ կարողանամ ցույց տալ Իրանը այնպիսին, ինչպիսին ես տեսնում եմ։ Նենց ոնց որ մեդիան ասում անավանդ արևմտյան, տենց չի, տենց մարդիկ են մտածում, արտաքին քաղաքականությունն է ենթադրում, թելադրում ոնց մտածենք, տենց չի ու իմ կարծիքով ես այդ ճանապարհն եմ, ճիշտ ճանապարհն եմ։ Իսկ մարդիկ ինչ վախեր ունեն, երբ որ դիմում են Իրան գալուց։ Ես անձամբ գնացել եմ Սոսեի հետ Իրան, մի քանի օր առաջ եմ վերադարձել։ Առաջին վախը չգիտեմ, իմ մոտ էլ ոնց որ վախ չկար, ազնիվ խոսքի մոտ էլ վախ չկար, որտեղ ինքս մենակ եմ ճանապարհորդում, այդ խնդիրները չունեմ, բայց ինչ-որ մշակույթի հետ կապված միշտ մտածում եմ, կարող է, բայց Սոսեն զուտեն լավ տեղերն է տանելու, վատերը չի տանելու, այ ամենաշատը Դու վատերն ես ուզում։ Հա, մյուս անգամ։ Իսկ չի եղել, որ ինչ-որ մեկը, օրինակ, ջրից վախենա կամ ինչ-որ ուտելիքից ու տեղում այդ իմանա, հասկանա, որտեղ օրինակ բերեմ, կարող է կրիվետկա Հայաստանում կերած չլինի կամ ութոտնուկ, այնտեղ ինչ-որ միտեղ ութոտնուկ ուտի կամ տեսնի, վախ արտայդվի, այդ ստրեսակայուն չէ, բայց այդ իրավիճակը տենց եղել է, ինչ-որ վատ բան տուրիստի հետ, բայց սիտուացիան դուրս է եկել։
Ասեմ, սննդի հետ կապված, օրինակ, վախերը հիմնականում ես աշխատում եմ թե վախերը, թե ալերգիայի բա, ես աշխատում ճշտել ուտելիքը պատվելուց առաջ, ճամփորդության մեկնելուց առաջ։ Ինչի, որովհետև ես ինձ վրա եմ գրում այդ պատասխանատվությունը, սնունդը պատվիրելու, մենք ամեն օր հիշում ես գնում ենք սիրուն տեղեր, համեղ սենց ուտելիքներ էինք պատվիրում ու հիմնականում ընտրությունը ես էի կատարում։ Մինչև այդ հարցնում եմ, ով ինչ ա ուտում, ինչ ալերգիա ունեք։ Սննդի հետ կապված այդքան չէ, եթե նախորոք ասում եմ, ես օրինակ սմբուկ չեմ սիրում, սմբուկից իմ մոտ խնդիր առաջանում, ես ես չեմ սիրում։ Նույնն էլ այո, ալերգիա չեն կանում, բայց մեր հայերի մոտ ինչ որ ես առաջ չգիտեի, բացահայտեցի այդ ժամանակ կա կատուներից վախ։ Այսինքն կատուն տենան վախենա։ Ոչ թե վախենա, այլ ընկնավորում են այդ կարգի վախը։ Բայց ինձ հետո ես ուսումնասիրեցի, որ շատ չէ։ Մարդու մոտ կա վախ կատվի նկատմամբ, ոչ թե հենց այդ կատվին տեսա վախեցա։ Առհասարակ, ասենք կարող հելնեն սեղանների վրա։ Իսկ օրինակ դու չունես ինչ որ վախ, ինչ որ մարդս չասեմ, բայց ինչ որ մի բան երևույթ ֆոբիա թեկուզ վախ չէ։ Չեմ կարող ասել, որ ունեմ sense ֆոբիաներ, մինչև դեռ մի քանի տարի առաջ, մի 10 տարի առաջ մտածում էի, որ ջուրն է ֆոբիան, չնայած որ շատ եմ սիրում ջուրը։ Այսինքն չէր խմում, չէր մտնում ջուրը։ Չէ, ես չէի ուզում լողայի, բայց լողում էի, դաժե այդ վախի հետ մեկտեղ, շնաձկների հետ դայվինգ եմ արել, այդ վախից հետ մեկտեղ։ Իրոք սխալ մարդ է, բան չէ, ժողովուրդ, փակեք։ Դա առաջին հաղորդմանը չէ։ Շնորհակալ։ Բայց հաղթարեցի, լողում եմ, հիմա օվկիանոսն է լինի, ինչքան էլ խորը լինի, հեռու կգնամ կլողամ։ Բայց եւ եթե վախ ասեմ, ֆոբիա ունեմ սողուններից, լպրծուն քանիներից, օձեր, սարդեր։ Հա, որ sense չեմ թռնի։ Բայց որ իմանամ, հա, sense ինձ կպնի, ինձ տհաճ կլինի։ Տհաճ թե ֆոբիա։ Այսինքն արախնոֆոբիա կարելի ասել։ Ինչպես։ Արախնոֆոբիա, то есть ես այդ բառը չգիտեմ։ Եթե սարդերի ֆոբիան է, հա, վախենում եմ։ Ուզում։ Օրինակ ինչ կանես, եթե սենյակում սարդ կա, որը մոտենում է քեզ։ Ոյ, կհիստերիկանամ երևի։ Մեծ սարդ, խոսք այն փշոտ տոտիկներով դրանց մասին, հա։ Այդ արդեն դու խոսում ես բանը երկար զզվելի է դրանց մասին։ Չէ, երկար չեն, չաղլի կլոր սարդերը։ Հա, ֆոզիմիսկերած, հա։ Կհնավոր են։ Մենք մի քանի տենց սցենար գալիս այն վրա։ Հա, բա ինչա։ Չանի տեսվան լավ է կվախենամ։ Մենք մի քանի սենց մտածել ենք ինչ կարելի է անել AI-ով Ուրմա գտակ պատասխանը։ Չէ, AI-ով գեներացնենք մի քանի սցենար ֆոբիաների հետ կապված, ըստ ֆոբիաների ոնց որ մի քանի պատրաստի սցենարներ կա։ Օրինակ այդ դեպքում քանի որ արախնոֆոբիան է, պատկերացնենք նման սիտուացիա։ Դու գտնվում ես 3 հարկանի տանը։ Աշկես փակեմ պատկերացնը։ Ոնց քեզ հարմար է, պատատից չի, բայց դու գտնվում ես 3 հարկանի տանը, ու այդ 3 հարկանի տանը պատուհաններ չկա։ Բայց լուսավոր է, նորմալ լույս կա։ Սիրեցի։ Ու անկյուններից մեկը նկատում ես ռոկոկո ոճի այդ մեբելի հետևից գալիս է մի հատ սարդ։ Մի հատ։ Փոքր։ Ընդհանրապես մի հատ։ Մի փոքր սարդ։ Լավ։ Այդ սարդը գնաց։ Հիմա գալիս է մաման սարդը, մի քիչ ավելի մեծ է, իր հետևից ավելի շատ են գալի։ Դու ունես աստիճան, որ բարձրանաս։ Գալիս են դեպի ուր։ Քանի որ այդտեղ մենակ ռոկոկոյի ոճի մեր կահույքն է եւ դու դեպի քեզ։ Իրանք կահույքից են գալի։ Դու ունես տարբերակ բարձրանալ վերև կամ օգտագործել օրինակ այդ շկաֆը, բայց շկաֆը եթե օգտագործես, պատկերացու սարդը ստեղ է։ Այսինքն պետքա կամ իրանով մի բան անես, օրինակ բանալին մեքենայի վերցնես դուրս գաս տնից կամ տան բանալին, կամ բարձրանաս վերև։ Դու դույս կհաղթահարես այդ վախը, այդ բանը որ գիտես, եթե փրկությունը 5-ը պակաս, որ կարաս վերցնես ու գնալ 100%։ Իսկ եթե կծի, արդեն ես այն իրավիճակում եմ, որ 50-50 է։ Իսկ եթե հարցակվի դրել մեկը Դե մեկը հարցակվելու է։ Դու գիտես սարդը։ Ես գոնե պիտի ռիսկը պիտի արդարացված լինի, այսինքն գոնե գիտեմ ինչի համար մեռա։ Փորձել եմ փրկվեմ։ Չէ, ես ռիսկով եմ։ Okay, երկու հարկը չենք բարձրանում, միանգամից գնում ենք։ Հա, որ բարձրանամ հետո ինչա լիելի գալու են հետևից։ Դա ամեն սենյակ իրան ունի դրա համար։ Դե դա լավ է։ Հիմա ինչ ունեմ, հա, այդ բանը օգտագործեմ։ Вообще սիրում եմ այդ ռիսկը, հա, պետք է անել։
Շատ Սենց այդ հույսին մնամ վերևում, բա որ վերևում вообще ահավորն է։ Լավ է, հավատա վերևը ավելի վատ է։ Ավելի վատ է, ճիշտ տարբերակ կտրեցի, լավ է։ Չէ, հաստատ կանեմ հիմա այդ մեկն է։ Ես առաջարկում եմ, քանի որ դու շատ անվախ ես, խիզախ մարդն ես, մեր շնաձկների Ահա սոսեյա, սոսե մայրիկ։ Հա։ Բա, տեղից Ես ինձ թույլ չէի տա, էլի սոսե մայրիկ ասել։ Հանգիստ ես մեծ սպարտությամբ նշում եմ։ Ես քեզ առաջարկում գնանք մի անգամից մեր կարմիր սենյակը, մութ սենյակ, որտեղ գտնելու ենք սև արկղ, իսկ արկի մեջ տարբեր իրեր կամ կենդանիներ են։ Կենդանին կարող է ոնց լինի հենց կենդանի, այսինքն ողջ նույնիսկ կարող է սատկած լինի, հոտը դու չես գա, որտեղ նո մոլյաժ է։ Դրանից բացի դու պետքա փորձես շոշափելով առանց տեսնելու, ոնց որ մեկնաբանես ինչա ու փորձես հասկանաս ինչա ներսը։ Վերջում հասկացա։ Տեսնենք ինչ Մրցանակ ունեմ, եթե ճիշտ կուշակ։ Մրցանակ Վալերյան կա։ Մենք դերևս հովանավոր չունենք, եթե կուզենաք սիրով կարող եք դառնալ հովանավոր, որ սոսե մայրիկին տանք իր մրցանակ։ Այո, բայց ոչ Վալերյան կա։ Սակրը։ Բայց ես մոռացա մի բան ասեմ, որ ասում եմ ֆոբիա չունեմ, բայց ինձ թվում է ֆոբիան իմ եղունգների հետ է կապված, որ եթե իրանք մի բան էլի ջարդվեն ու ես չկարողանամ ժամանակ չունենամ սարքել, հետո ֆոբիան է։ Հուսով եմ տեսնան չեք կարել։ Դե լավ։ Հիմա ինչ պետք է ստուգեք ինչքան անվախ եմ։ Կծանա։ Ուսորում կենթանի շնչող չի հիմա, եթե ուսորում նեղել արդեն, եթե կանչում կենթանի լավ Մեջը բան կա? Այ, ես ինչ էր Այս մետաղը կամ բակեր կամ մետաղը Там ведь ничего не богато. Апсия. Камада. Апсия. Эли банка? Это шлампрца. Հաստատ է սավլի դժվար բան ինտերնետին։ Զզվելի ավիտ Կողքերը նայք Մեջը չկա հո? Лампочка. Ламп. Փոքրիկ լամպ։ Չլինի ստավ իրար հետ լինենք մի անգամ ստրեսը կչանար ես ինչա։ Նախնալու չի լինի։ Երևի։ Սեն կաուչկի խաղալիքներ են, շանշունս ունի սենից։ Չորորդն է չէ սա, թվով։ Ստեղ։ Մեջը բան կար, մի քիչ էլ լապրծում է։ Որթա, օցա, այդ մուլյաժը հուսում է։ Այս իրա, այդ օցի մուլյաժը, այս էլ իրա խայթող բանն է, էլի։ Ուրեմն մի բան տվել եք։
Պարսիկներ կասեին հարչի բադաբադ, ինչ լինում է թողլելի։ Սավելի ես։ Մակարոն, հա? Հլավ, հա? Ասկետ լավ չեպած սպագետի։ Ես մտածում էի կլինի կենթանի, շարժվող, միջատ, դες ամենա, որ ինձ կարար մի քիչ վախեցներ։ Բայց ես ոնց ասեցի մի քիչ անվախեմ։ Իսկ կա ինչ-որ բան, որ ուզես լինի մյուսի մոտ։ То есть հաջորդ հյուրը։ Սուշի համով։ Դավջան, բայց ես նվեր չունեմ, սա փուշակեցի ճիշտ։ Մութ եւ խորհրդավոր քվեսթ սենյակներ, որտեղ ամեն խաղը դառնում է նոր արկած։ Քվեսթները կարող եք ինչպես ընտրել, այնպես էլ ստեղծել ձեր ցանկացած թեմայով։ Նշեք ձեր միջոցառումը, կորպորատիվը կամ ծնունդը մեկ վայրում։ Թեմատիկ քվեսթը կարող է լինել միջոցառման բաղկացուցիչ մասը։ Ընտրիր քո թեման կամ ստեղծիր այն զրոյից։ Ֆրեսկամ ամեն սենյակ կարող է դառնալ այն, ինչ դու պատկերացնում ես։ Քո հաջորդ արկածը հենց այստեղ է սկսվում։